Բարի լույս։ Պողոս Արաքյալը Տիմոթեոսին գրված իր նամակի առաջին նամակի 3-րդ գլխում հետաքրքիր մի խոսք է ասում Տիմոթեոսին։ Ասում է. «Քեզ գրում եմ այս բանը, որովհետև հույս ունեմ, որ շուտով կգամ։ Իսկ եթե ուշանամ, դու կիմանաս, թե ինչպես պետք է վարվես Աստծո տան մեջ, որ կենթանի Աստծո եկեղեցին է, սյուն եւ հաստատություն ճշմարտության։ Եվ հայտնապես մեծ է Աստվածպաշտության խորհուրդը, որ հայտնվեց մարմնով, արդարացավ հոգով, երևաց հրեշտակներին, քարոզվեց հեթանոսների մեջ, հավատալի եղավ աշխարհում եւ երկինք վերացավ փառքով»։ Ուրեմն Պողոս Արաքյալը Տիմոթեոսին ասում է, որ գրում եմ, որ դու գիտենաս ինչպես պիտի շարժվես եկեղեցու մեջ։ Ինձ համար շատ կարևոր է այս նախադասությունը։ Գրում է, որպիսի ընթերցողը իմանա, թե ինչպես պիտի շարժվի եկեղեցու մեջ։ Սիրելիներ, երբ մենք բացում ենք Սուրբ Գիրքը, Ավետարանը եւ սկսում ենք կարդալ, կարդում ենք, որպիսի իմանանք ինչպես պիտի շարժվենք Տիրոջ տան մեջ։ Ոչ թե նրա համար, որ Ավետարանը կարդանք, հետո կանք Տիրոջ տուն ու չհասկանանք, թե ինչ պիտի անենք եւ ինչի համար։ Կանք Տիրոջ տուն ու մոռանանք, որ մենք Աստծո առաջ ենք։ Մեզ պահենք ոչ վայել կեցվածքով, ոչ վայել խոսքերով, պահվածքով։ Էլ ում է պետք կարդալը, ել ում է պետք իմանալը։ Ասում է, ես գրում եմ քեզ, մինչև իմ գալը դու կարողանաս քեզ պահել ճիշտ Տիրոջ տան մեջ, որտեղ Աստվածպաշտությունը այնտեղ է արտահայտված։ Իսկ ինչ է ճշմարիտ Աստվածպաշտությունը։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսն է, որովհետև Աստվածպաշտության մեջ բացվում է Քրիստոսի կերպարը մեզ բոլորիս համար։ Ուրեմն երբ գալիս եք ժամերկության եկեղեցի, երբ գալիս եք Սուրբ Պատարագի եկեղեցի, երբ գալիս եք ուղագի աղոթ կանելու եկեղեցում, կամ առավել եւս Սուրբ Մկրտության կամ Սուրբ Պսակի խորհրդի մասնակցելու, չեք գալիս թատրոն նայելու, քավլիցի։ Գալիս եք, որպեսզի այդ Աստվածպաշտության միջոցով բացեք ձեզ համար մեր Տեր Հիսուս Քրիստոսին, նաև այդ ճանապարհով։ Ուրեմն ընթերցեք Սուրբ Գիրքը, որ իմանաք ինչպես պիտի շարժվեք Տիրոջ տան մեջ։ Եվ այս պատգամս իհարկե այն բոլոր մարդկանց է, ովքեր դեռ իրենց ձեռքը չեն վերցրել Սուրբ Գիրքը, կամ չեն համարձակվում վերցնել, կամ անտարբեր են, դեռ չեն հասկացել, որ իրենց պետք է, որ չմտնեն եկեղեցի միայն մոմ վառելու եւ ուղղակի աչուցախ նայելու համար։ Բարի եւ խաղաղ օր ձեզ բոլորիդ։ Աստված օրհնի ամենքիս։